տվեք։ Պարոն Սարգսյան, մինչև վենդետայի այս վարկածի հաստատումը ընդդիմադիր շրջանակներից ասում էին, որ սա քաղաքական կապ ունի, եւ քանի որ երեք արդեն պաշտոնապես հաստատվեց այդ վարկածը վենդետայի, բայց դա չի այսպես ասած ասում, որ իշխանությունները կամ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը այս ամենում ըստ ձեզ ունի իր մեղքի բաժինը։ Հարցս հետևյալն է, ով է թիվ 1 պատասխանատուն, թեկուզ այս միջանձնային կոնֆլիկտի հետևանքով սպանության համար։ Երևի ուշ եք միացել եւս մեկ անգամ կրկնեմ, որ քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ։ Այո, ասում չկա, բայց կա, ասում են միջանձնային խնդիրների հետևանքով է։ Այնուամենայնիվ ով է դրա պատասխանատուն։ Միջանձնային խնդիրների հետ կապված եւս նշեցի, որ կան պատասխանատու անձինք, դա համայնքային ոստիկանությունն է տվյալ դեպքում, քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումն է, իրավապահ կարծում եմ իմ կարծիքով բոլոր կառույցներն են եւ որոնք եւ նաեւ նշեցի բոլորի ձեռնարկած նաեւ միջոցառումները։ Ինչու են բայց թերացել։ Թերացումների հետ կապված դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ եւ վստահեցնում եմ, որ եթե պարզվի այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ, կրելու են իրենց պատասխանատվությունը։ Ներողություն էլի Աննա ջան։ Ներքին գործերի նախարարը։ Կներեք էլի չլսեցի։ Ներքին գործերի նախարարը պետական ղեկավար ազատելու է պաշտոնից։ Այդ հարցի հասցեատերը ես չեմ, ներքին գործերի նախարարը, ինչպես կրկին նշեցի, հենց առաջին օրվանից գտնվել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը, հենց այս պահին էլ գտնվում է Վաղաշապատի բաժնում եւ ղեկավարում է աշխատանքները։